այլևս Հայաստանը չմոչե։ Ես այդ հարցին պատասխանել եմ։ Հայաստանը նոր երկիր է, եթե չգիտեք արդեն։ Տեսեք, ուրեմն իրավիճակը ինչպիսին է։ Հիմա ամբողջ աշխարհում հիմնական հետազոտությունները, բացի երևի տենց Ամերիկայից, որտեղ որ պետությունն էլ է ինքը ֆինանսավորում գիտահետազոտական մեծ ինստիտուտներ, այդ National Institutes of Health-ը, որ ունի ասեն Cancer Institute եւ տարբեր, հիմնականում կատարում են ինդուստրիան, արտադրող ինդուստրիան, դա դեղագործական ինդուստրիան կլինի, դա բժշկական պարագաների արտադրման ինդուստրիան կլինի։ Եվ այդ պրոցեսը մի քանի փուլերից է կազմված, որը իր մեջ ընդհանրում է կլինիկական փորձարկումները։ Ես կարծում եմ, որ մեր նման երկրները պետք է ներդրում ունենան եւ մասնակցեն հենց այդ կլինիկական փորձարկումների փուլին, կան հարյուրավոր, հազարավոր դեղեր, մենք կարող ենք օրինակ այդ մի դեղի մշակման process-ում ունենանք ներդրում, դա կլինիկական փորձարկում անելով օրինակ մեր մի հիվանդանոցներից մեկում, եւ ես նկատում եմ նույնիսկ իմ նախարարը եղած ժամանակ, որ մենք նման հայցեր արդեն ստանում ենք։ Ես կարծում եմ, որ մեր նման երկրները պետք է ներդրում ունենան եւ մասնակցեն հենց այդ կլինիկական փորձարկումների փուլին։ Лаборатория Лугара, которая, вот так, она в обиходе так и называется, создается чуть ли не бактериологическое оружие, и там проводятся эксперименты. Буквально на днях мои друзья, соотечественники из Грузии, привезли мне документы, первичное исследование которых дает основание полагать, что в лаборатории возможно, я подчеркиваю, возможно, действительно проводятся эксперименты над жителями Грузии. И вот то, что мы так скажем, с лету вот посмотрели, это данные за 15-й, за 16-й год, не все данные. Декабрь 2015 года. 30 смертей. Это из документов, полученных нами из лаборатории Лугара. 30 смертей, а 24 из них в один день. И самое большое удивление вызывает в графе причина смерти значится неизвестно. В 2016 году, в апреле и в августе. В апреле 30 смертей, в августе 13. Тоже у большинства, значит, причина неизвестна. Ես կարծում եմ, որ մեր նման երկրները պետք է ներդրում ունենան եւ մասնակցեն հենց այդ կլինիկական փորձարկումների փուլին։ We went to the doctor's office and the doctor says, hey, he's the age that you should get the HPV vaccine. I said, okay.
my God Almighty, these testimonies here are absolutely shocking. Putting the life and the quality of life of our children and our young women at risk. This absolutely needs an urgent inquiry. Այս տարվա հունվարի 29-ին առողջապահության նախարարը հրաման է արձակել 194-ա հրամանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 14-ից 45 տարեկան անձանց եւ կանանց եւ տղամարդկանց պետք է ներարկել Gardasil 4 պատվաստանյութը։ Ընդ որում նախորդ կառավարության որոշման համաձայն միայն պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված էր 13 տարեկան աղջիկների խումբը։ Երկրորդ կարևորագույն հարցը դա տարիքի ընդլայնումն է։ Ընդ որում հունվարի 29-ին տրվում է նման հրաման, բայց միայն մարտի 19-ին եւ 20-ին կրկին առողջապահության նախարարությունը հոդվածներ է հրապարակում, որտեղ նշվում է, որ Gardasil-ի տարիքային շեմը բարձրացվել է ըստ FDA-ի տվյալների, բայց այստեղ գալիս է հաջորդ խնդիրը, երբ որ մենք մտնում ենք FDA-ի կայք, ապա մենք տեսնում ենք, որ տարիքի ավելացումը վերաբերվում է Gardasil 9-ին, իսկ Gardasil 4 պատվաստանյութի համար տարիքային սահմանափակումը մնում է 9-ից 26 տարեկան։ Ազատություն ռադիոկայանի կիրակնօրյա թողարկման ընթացքում, երբ հրավիրված էր Արսեն Թորոսյանը, նա անում է հետևյալ արտահայտությունը։ Մեր նման երկրները պետք է մասնակցեն կլինիկական փորձարկումներին, այդ մեր նման երկրները այդ որ երկրներն են։ Մենք այդ ինչ կարգի երկիր ենք, որ մեր նման երկրները։ Սա պարզ պատասխան ունի, դա ռեպրոդուկտիվ վերարտադրողական տարիքն է, եւ ինչ որ ազդեցություն են ուզում ունենալ այդ տարիքի վրա։